Հայաստանը թևակողում է իր պատմության նոր փուլը, որը բնորոշվում է որպես 4-րդ հանրապետություն։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում 2026-ից 2031 թվականների գործունեության ծրագիրը քննարկելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ ընդգծել, որ վերջին ընտրությունների արդյունքներով հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Կառավարությունը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով և շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ։ Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է աջակցել դեղցի և թզի վերամշակման նպատակով մթերմանը։ Օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված դեղցի և թզի համար տնտեսվարողները կստանան 125 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։ Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը մթերել շուրջ 3000 տոննա դեղց և 400 տոննա թուզ։ Ծրագրի նպատակը գյուղատնտեսական արտադրանքի իրացման և վերամշակման խթանումն է, հատկապես բերքահավաքի այս շրջանում։ Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները եւ արտահանումները շարունակվում են եւ թզի դեպքում եւ դեղցի եւ մյուս պտուղ բանջարեղենների ծաղիկի դեպքում։ Այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ ամեն 1 կիլոգրամի համար եւ թզի եւ դեղցի մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արհեստական բանականության զարգացումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման, ուստի պետության կարևոր խնդիրներից է այնպես կազմակերպել կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումը, որպեսզի մարդը կարողանա պահպանել իր մրցունակությունը աշխատաշուկայում։ Նրա խոսքով առաջնային նշանակություն ունի կրթությունը, մասնագիտական կարողությունների զարգացումը և աշխատաշուկայում մարդու մրցունակության ապահովումը։ Փաշինյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ջանք գործադրել, որպեսզի արհեստական բանականության զարգացումը մարդուն, այսպես ասած, կյանքից դուրս չթողնի։ Կարևոր է, որ մենք աշխատանքը և կրթությունը ընկալենք որպես ցկյանս գործընթաց։ Առավել ևս արհեստական բանականության զարգացման տրամաբանությամբ համաշխարհային նոր պրոբլեմայի հայտ գալիս։ Դա աշխատատեղերի կրճատումն է, որովհետև արհեստական բանականությունը ըստ էության անում է տասնյակ, հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդկանց գործ։ Եվ մասնավոր հատվածը մասնավորապես ոչ մի կասկած չկա, որ ծախսերի կրճատման տրամաբանությամբ գնալու է այս ուղղությամբ։ Ինչպես ենք մենք այս մարտահրավերի հետ առնչվելու։ Սա շատ կարևոր աշխատանք է, որը մենք պետք է անենք հասկանալու համար, թե նախ այնտեղ, որտեղ մենք արհեստական բանականության զարգացման և կիրառման ձևերը կարող ենք կարգավորել, մենք պետք է կարգավորենք այնպես, որ ոչ թե արհեստական բանականությունը փոխարինի մարդուն, այլ արհեստական բանականությունը օգնի, որպեսզի մարդը ավելի արդյունավետ աշխատի։ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև գրադարանների դերին, ընդգծելով, որ գրադարաններում կյանք կա և այդ միջավայրը պետք է վերականգնել ու ակտիվացնել։ Նա խոսել է հատկապես սմարթֆոնների մարդկանց առօրյայում ունեցած մեծ ազդեցության մասին։ Նրա խոսքով անհրաժեշտ է մտածել այնպիսի միջավայրերի ստեղծման մասին, որտեղ մարդիկ, հատկապես երիտասարդները, կարող են հեռանալ հեռախոսներից, վերադառնալ գրքին, ընթերցանությանը և կենդանի շփմանը։ Փաշինյանը շեշտել է, որ գրադարանը պետք է լինի ոչ թե պարզապես գրքեր պահելու վայր, այլ կենդանի սոցիալական և կրթական միջավայր, որտեղ մարդիկ գալիս են կարդալու, սովորելու, քննարկելու և ժամանակ անցկացնելու։ Էլի մենք պլանավորել ենք գրադարանների վերափոխման և նոր գործառույթով օժտելու ծրագիր, հայեցակարգ, և մենք կարծում ենք, որ մասնավորապես խրախուսել ընթերցանության ակումբները և էլի նման ծրագրեր, որոնք մարդկանց կօգնեն և կհրավիրեն առանց սմարթֆոնների շփման, մենք պետք է այդ հարթակները խրախուսենք և ես մեծ հաճույքով արձանագրել եմ, որ գրադարաններում կյանք կա
եւ դա շատ կարեւոր նորություն է եւ մենք հիմա պետքա նպաստենք այդ կյանքի հետագա զարգացմանը։ Մենք պետքա ամեն ինչ անենք ինքներս մեզ սմարթֆոններից հանելու եւ իրական կյանքում մարդու հետ հանդիպելու հնարավորություններ ստեղծելու եւ զարգացնելու, իհարկե չակնկալելով որևէ մեկի ձեռքից իր սմարթֆոնը վերցնել կամ դրա օգտագործման հնարավորությունները սահմանափակել։ Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանում անցկացվելիք Տուրով Արմենիա միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման ու անցկացմանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մրցաշարի կարևորությունը, նշելով, որ այն մարզական նշանակությունից բացի հնարավորություն է Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու եւ երկրի զբոսաշրջային ներուժը միջազգային լսարանին ներկայացնելու համար։ Այդ իմաստով այս մրցաշարերի մեջ առանձնանում է միջազգային բազմօրյա հեծանվաերթի անցկացումը, որը բացի յուրահատուկ եւ դիտարժան մրցաշար լինելուց նաեւ հնարավորություն է տալիս բացահայտել տվյալ երկիրը։ Սա նշանակում է, որ այսպիսի մրցաշարի անցկացումը իսկապես ռազմավարական նշանակություն ունի, դա մեր երկրի համար ամբողջությամբ նոր փորձառություն է եւ շատ կարեւոր է, որ մեր երկիրը նման կարողություն ձևավորի այդ հնարավորությունները հետագայում ամբողջությամբ իրացնելու եւ զարգացնելու համար։ Մրցաշարը անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 13-ը, 4-օրյա տևողություն ունի, կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Գավառ մեծ մասրիկ ճանապարհով 135 կիլոմետր երկարությամբ, երկրորդ օրը Կիրանց Ստեփանավան հատվածն է 177 կիլոմետր երկարությամբ, երրորդ օրը Մարտունի Դիլիջան Պարզ լճում հանգրվանելով հատվածն է 162 կիլոմետր երկարությամբ եւ չորրորդ օրը կանցկացվի ամբողջությամբ Երևանում սեպտեմբերի 13-ին 113 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, Նիստում քննարկված հարցերը ներառում էին ինչպես կառավարության 2026-ից 2031 թվականների քաղաքական առաջնահերթությունները, այնպես էլ քաղաքացիների, բիզնեսի, համայնքների եւ տարբեր ոլորտների համար գործնական նշանակություն ունեցող որոշումներ։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։